Արդեն ամիսներ շարունակ մանկական շաքարային դիաբետ ունեցողները այդպես էլ չեն կարողանում պետությունից անվճար ստանալ իրենց հասանելի դեղերը, վերջացել են։ Իրար պարտքով կամ նվեր տալով ենք այս ամիսները կարողացել հաղթահարել, ասում է շաքարային դիաբետ ունեցող երեխայի ծնողը։ Գնացել են, պարկել են հունվար ամսից, փետրվար ամսից, անգամ հիմա էլ որ գնում են, ասում են չունենք դեղորայքը։ Բողոքից հետո անգամ մամաներ կան, որ ասում են չենք ստանում։ Սուրանկյունը կապ հաստատեց մայրաքաղաքի բուժ հաստատություններից մեկի հետ, հաստատեցին դեղերի հետ կապված խնդիր է եղել։ Ռապիդը չենք ունեցել, չենք տվել եւ ստրիպը չենք ունեցել։ Մանկական շաքարային դիաբետ ունեցողների ծնողներն ասում են այնպես չէ, որ պետությունից անվճար ստացած դեղորայքը իրենց բավարարում է։ Երեխա շաքարը բարձրանում է 34, իջնում մինչև 3։ Անվճար ստացածը հազիվ կես ամիս է հերիքում։ Առաջարկում են պատկերացնել, ինչ կլինի իրենց վիճակն արդեն անգամ առանց դրա։ Օրինակի համար մամաներ ունենք, որ հաշվարկել են, որ իրանց ամենակիչը 4 ստրիպ է հարկավոր, ակուչեկ պեֆորմա կամ խոսքի հետ մնացած ինստանտները, ասեցին առնվազն պետք է լինի 4 տուփ, բայց ստանում են 1 տուփ կամ 2 տուփ։ Պետք է հետևողական լինես, որ խոսքի երեխայի շաքարը չբարձրանա, չընկնի կամ կոմատոզա վիճակում չհայտնվի կամ չբարձրանա ու չիջնի, հիպոգլիկեմիկ իրավիճակում չհայտնվեն։ Կապ հաստատեցին առողջապահության նախարարության հետ, սակայն մեզ ուղղորդեցին Մուրացան հիվանդանոցային համալիր, ասացին այս հաստատությունն է շաքարային դիաբետի հարցում մասնագիտացված, այստեղ են վարում բուժառուների գործերը։ Իդեպ նախարարի համապատասխան մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուն հենց այդ բուժ հաստատության էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավարն է, սակայն նա չցանկացավ մեկնաբանել խնդիրը։ Այնուամենայնիվ բողոքավոր ծնողները առողջապահության նախարարություն են հասել, հանդիպել հենց նախարարի հետ։ Գերատեսչությունն էլ դրանից հետո հաղորդագրություն է տարածել ու թեպետ նշել են, որ նախարարը ծնողների դիտարկումները լսելու համար է ընդունել նրանց, ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ են ասել ծնողները, գլխավոր պատասխանատուից կոնկրետ ինչ պատասխան ստացել։ Նախարարը նշել է, որ 2026 թվականի բյուջեով նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաներին անվճար հատկացնել գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի սարքը։ Նախարարության գրառման այս հատվածին հաջորդում է ուղիղ մեջբերում մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուից, ասել է սա իսկական հաղթանակ է ըստ էության, միակ բանը, որ դեռևս արված չէ դիաբետ ունեցող երեխաների համար։ Ոլորտի փորձագետն այստեղ հիշեցում ունի։ Պետությունը որոշում ունի կառավարության մակարդակով, որ պետությունը, այսինքն հանձին ըստեղյալ դեպքում առողջապահության նախարարությունը պետք է իրականացած լիներ գնում եւ 2019 թվականից հետո կառավարության որոշումը ասում է, որ 15 ամիսների համար պետք է իրականացվի կանխատեսում եւ կենտրոնական ձևով կատարվի գնման process, որից հետո արդեն ըստ պահանջարկի, պոլիկլինիկաների ամբուլատորիա պետք է բաժանվի շաքարային դիաբետի դեղերը։ Իսկ այդ դեպքում ինչու չկան դեղերը, ինչու 15 ամսվա կանխատեսումը չի արվել։ Շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողները նախարարի հետ հանդիպմանը հարցրել են, ստացել իրենց իսկ բնորոշմամբ չբավարարող պատասխան։ Չգոհացրեցին։ Դեռ դեռը չենք շահել, դեռ չկան, սպասում ենք, պիտի լինի, շուտով կլինի։ Թե ինչու են մանկական շաքարային դիաբետ ունեցողներն այս խնդրի առաջ կանգնել, ոլորտի փորձագետներն իրենց հիմնավորումներն ունեն։ Առողջապահության նախարարությունը այդ պիլոտային ծրագիրը որ կար, ինքը պիլոտային ծրագրով փորձում էր այս տարի, այսինքն 25 թվականից ներդնել այն ինստիտուտը նոր, որ դեղորայքը բացառապես պետք է պացիենտները, այդ թվում անվճար դեղորայքի մասին է, տվյալ պահին դիաբետի հետ կապված, նաև պետք է վերցնեին բացթողումը լիներ դեղատներից։ Դրա հետ կապված արդեն սկսեցին սահմանափակված ձևով պետական գնումներ կատարել տվյալ դեղորայքերի հետ կապված։ Այս ամենը արվել է նրա համար, որ արհեստականորեն կարողանան մանկական, այսպես ասած, շահառուների խումբը տեղափոխել դեպի դեղատնային սպասարկման ոլորտ։ Այսինքն, եթե չունենք դեղ, պաշար չկա, ես կրկնեցի, որ 15 ամսվա պաշար է պարտադրում ունենալ, եթե չկա, ստացվել է նման իրավիճակ տեխնիկական կամ այլ իրավիճակ, ապա ուզենք թե չուզենք, արդեն գնումները կանենք դեղատնային մասով, որը շատ հետաքրքրություն է առաջացրել դեղագործական կազմակերպությունների համար։ Փորձագետի նշած հետաքրքրությունն առաջացել է, որովհետև ըստ էության դեղատները պետք է պայմանագիր կնքեն առողջապահության նախարարության հետ վերջին ամիսների առողջապահական թոփ քննարկումներից օֆերտայի շրջանակում, որ կարողանան անվճար սպասարկել բուժառուներին։ Մասնագետներն ասում են, քաոսը ոլորտում դեռ նոր է սկսվում։ Շատ մեծ խնդիր
առաջացել, այդ դեղորայքի գները, որը որ հրապարակել են մի քանի օր առաջ, ըստ էության իրանք անգամ մեծածախ գներից ցածր գներ են։ Այսինքն դեղատունը բնականաբար չի կարողանալու սպասարկել դա, չի սպասարկելու, որովհետև ինքը չի կարող, օրինակ, չգիտեմ, 5000 դրամանոց դեղը գնել ու 4500 դրամով սպասարկել պացիենտին։ Բիզնեսը նաև անհանգիստ է, ցուցակագրված դեղերի մինչև կեսը մեր երկրում նույնիսկ գրանցված չեն։ Այդ կարգի հիվանդը, որը որ պետք է ինքը իր հենց այդ հիվանդության հետ կապված բուժումների հետ մտածի, թե ոնց ապրի եւ այլն, արի ու տես ուրիշ խնդիր էլ առաջանում, թերի մատակարարելու, թերի տրամադրելու, վարչարարական գործողությունները ոչ ճիշտ կատարելու, դա էլ բերում է ստրեսային իրավիճակի մարդկանց հետ կապված, այսինքն հիվանդների բարթանում է այն խնդիրը, որը որ ի սկզբանե ունի։ Կառավարման ռիսկերը հաշվի չառնելով, գնումների հետ կապված ճիշտ չկազմակերպելով, մենք ունենում ենք անորակ բուժօգնություն։ Ինչու անորակ բուժօգնություն, որովհետև եթե ժամանակին այս երեխաները դեղերը, իրենց դեղերը համապատասխան օրով, ժամով եւ այլն չօգտագործեն, ապա մենք ունենալու ենք հիվանդանոցային դեպքեր։ Այսինքն պետությունը ավելի թանկ է վաճառելու այս հիվանդների բուժման։ Այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք, ինչպես ճիշտ դուրս գալ փոսից, որ հնարավոր վնասներն էլ լուրջ չլինեն։ Փորձագետներն ասում են բյուրոկրատական սխեմայից նախ հրաժարվել եւ գործընթացները պարզեցնել է պետք։ Քանի որ էլեկտրոնային դեղատոմսերը նաեւ անբաժանելի մաս է հանդիսանում այն պիլոտային ծրագրին, որը որ փորձում են իրականացնել առողջապահության նախարարությունը, իդեմս ապահովագրական համակարգի եւ այս ծրագիրներ նույնպես պիլոտային ծրագիր է, որը որ համահունչ պետք է այդ նույն գործիքակազմին կպնի, քանի որ 1 տարվա մեջ փաստացի չստացվեց էլեկտրոնային դեղատոմսի պիլոտային ծրագիրը, ես կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ նույն ձևել սա չստացվի։ Իդեպ, վերջաբանի փոխարեն, պաշտոնական վերջին թվերով մեր երկրում մինչև 14 տարեկան միայն 609 երեխա ունի շաքարային դիաբետ, այսինքն ընդամենը 609 երեխայի հարցն է անհնարին եղել, թեկուզ միջանկյալ կամ էլ հրատապ լուծել։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանգյուն։